Այս հաղորդաշարը հովանավորվում է Ջոյս Մայերի ծառայության ընկերների և գործընկերների կողմից։ Աստվածաշունչն ասում է, որ մյուսներին մեզնից բարձր գնահատենք։ Դա չի նշանակում, որ ավելի ցածր պետք է մտածենք մեր մասին, այլ ավելի մեծ արժեք պետք է տանք մյուսներին, որովհետև նրանք թանկ են Տիրոջ համար։ Ես Ջոյս Մայերն եմ և հավատում եմ, որ Աստված կարող է բժշկել ձեզ բոլոր բնագավառներում։ Շնորհակալություն այսօր ինձ միանալու և վայելել ամենօրյա կյանքը հաղորդումը դիտելու համար։ Իմ աղոթքն է, որ այս առանձնահատուկ օրը լսեք և ընդունեք այն, ինչ ձեզ անհրաժեշտ է։ Երեկ մենք սկսեցինք խոսել առատաձեռնության և ուրիշներին ծառայելու զորության մասին։ Գիտեք, մենք հակված ենք լինելու եսասեր և եսակենտրոն։ Երբեմն ես զարմանում եմ, թե օրվա մեջ քանի անգամ եմ մտածում իմ մասին, իմ ցանկությունների, իմ կարիքների և այն մասին, թե ինչ պետք է ուրիշներն անեն ինձ համար։ Բայց Աստված չի ցանկանում, որ այդպես ապրենք, Նա ցանկանում է, որ մարզենք մեզ նախ մտածելու ուրիշների մասին։ Աստվածաշունչն ըստ էության ասում է, որ մյուսներին մեզնից բարձր գնահատենք։ Դա չի նշանակում, որ ավելի ցածր պետք է մտածենք մեր մասին, այլ ավելի մեծ արժեք պետք է տանք մյուսներին, որովհետև նրանք թանկ են Տիրոջ համար։ Գիտեք, անկախ նրանից, թե ինչ կարծիք ունեք մարդկանց մասին, Աստված սիրում է նրանց։ Նրանք Աստծո զավակ են և մենք պետք է վարվենք նրանց հետ այնպես, որ հաճեցնենք Աստծուն։ Քո կյանքում քանի մարդ կա, որ քեզ դուր չի գալիս։ Լավ, գիտես ինչ, հարկ չկա, որ ինչ-որ մեկը քեզ դուր գա, որպեսզի սիրես նրան։ Գուցե ինձ դուր չի գալիս տվյալ անձնավորությունը, բայց Աստծո խոսքը պահանջում է, որ սիրեմ նրան։ Աստված սեր է և Նա սիրում է բոլորիս։ Մենք պետք է սովորենք սիրել մարդկանց այնպիսին, ինչպիսին կան, ոչ թե այնպիսին, ինչպիսին կցանկանայինք, որ լինեն։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես դեռևս չեմ հանդիպել կատարյալ անձնավորության։ Այս առավոտ ես զրուցում էի մեկի հետ և մենք խոսում էինք աշխատանքային առանձնահատուկ իրավիճակի և մի բնագավառի մասին, որտեղ ինչ-որ մեկը կատարելագործվելու կարիք ուներ, և ես ասացի. գիտես, մենք երբեք չենք ունենա կատարյալ անձնավորություն որևէ պաշտոնում, որ այստեղ ունենք։ Յուրաքանչյուրն ինչ-որ թերություն ունի։ Միշտ կա ինչ-որ բան, որ կցանկանայիր, որ նրանք չանեին։ Բայց Աստված ցանկանում է, որ ունենանք սիրառատ և վեհանձն վերաբերմունք ուրիշների հանդեպ։ Գաղատացիների թղթում ասվում է, որ մենք պետք է տանենք մյուսների թերությունները, ձախողումները և սխալները։ Ապրենք ոչ թե հաճեցնելով ինքներս մեզ, այլ Աստծուն։ Գիտեք, մարդկանց ծառայելը գրեթե միշտ ենթադրում է ինչ-որ բանի նվիրում։ Այն ներառում է ժամանակի նվիրում, թերևս ֆինանսների նվիրում կամ ինչ-որ տեսակի ծառայություն։ Որքան առատաձեռն եք դուք։ Եվ ինչ է նշանակում լինել առատաձեռն։ Լինել առատաձեռն նշանակում է մշտապես անել ավելին, քան պետք է։ Ավելին, քան բավական է, գնալ լրացուցիչ մղոն։ Աստված Եհովա Իրե է, Աստված, որ ավելի քան բավական է։ Նա անում է առատապես ավելին և վեր այն ամենից, ինչ կարող ենք երբևէ համարձակվել հուսալ, խնդրել կամ մտածել։ Նա պարզապես չի անում այն, ինչ պետք է անի, այլ անում է ավելին, քան նույնիսկ խնդրում ենք իրենից։ Կարծում եմ երեկ ավարտեցի Գաղատացիների 5:13 խոսքով, այն ասում է, որովհետև դուք, իմ եղբայրներ և քույրեր, ազատության համար եք կանչվել։ Միայն թե ձեր ազատությունը պատճառ չտա մարմնին, այլ սիրով և խոնարհաբար ծառայեք իրար։ Մենք մի փոքր ուշ կխոսենք խոնարհության մասին, որովհետև հպարտությունը գլխավոր պատճառներից մեկն է, որ թույլ չի տալիս մեզ ծառայել ուրիշներին։ Երբեմն մենք մտածում ենք, որ չափազանց լավն ենք դա անելու համար։ Իսկ Աստվածաշունչն ասում է, որ մենք չպետք է մտածենք մեր մասին ավելի բարձր, քան հարկն է, որովհետև եթե ավելի բարձր մտածենք մեր մասին, ավելի ցածր կմտածենք մյուսների մասին։ Աստվածաշնչում Մարկոսի ավետարանում խոսվում է մի երիտասարդի մասին, որը գնաց Հիսուսի մոտ և ասաց. Ինչ պետք է անեմ, որ հավիտենական կյանքը ժառանգեմ։ Եվ Հիսուսը պատասխանեց. պատվիրանները գիտես։ Մի շնացիր, մի սպանիր, մի գողացիր։ Եվ նա շարունակեց ցանկը, և երիտասարդն ասաց. այդ ամենն արել եմ, իմ երիտասարդությունից այդ ամենը պահել եմ։
Եվ Մարկոսի 10:21-ում գրված է. Հիսուսն էլ նրան մտիկ տվեց, նրան սիրեց։ Ուզում եմ շեշտադրում կատարել այստեղ։ Հիսուսն էլ նրան մտիկ տվեց, նրան սիրեց։ Նա պատրաստվում էր ասելու մի բան, որը մի փոքր դժվար էր լինելու լսելու համար։ Բայց նա անում է դա, որովհետև սիրեց տղային։ Շատ անգամներ, երբ Աստված ստիպված է լինում ցույց տալ մեզ այն, ինչ չենք ցանկանում տեսնել, նա չի անում դա մեզ ցավեցնելու համար։ Նա անում է դա, որովհետև սիրում է մեզ եւ ուզում է, որ ավելի լավ կյանք ունենանք։ Որպեսզի ունենանք ավելի լավ կյանք, գուցե այդ բանը պետք է հեռացվի մեր ճանապարհից։ Հաճախ մենք կույր ենք լինում եւ Աստված ցույց է տալիս մեզ ճշմարտությունը։ Միայն ճշմարտությունը ձեզ ազատ կարձակի։ Այսպիսով Հիսուսն էլ նրան մտիկ տվեց, նրան սիրեց եւ ասաց. «Մեկ բան պակաս է քեզ։ Գնա, ինչ որ ունես սախիր եւ աղքատներին տուր, եւ գանձ կունենաս երկնքում, եւ խաչն առած եկ ինձ հետևիր»։ Շատ լավ, ինչու Հիսուսն այս երիտասարդին ասաց, որ տա այն ամենը, ինչ ունի։ Միթե սխալ է նյութական բաներ ունենալը, միթե սխալ է փող ունենալը, միթե բոլորս պետք է տանք այն ամենը, ինչ ունենք։ Ոչ։ Դուք բաց կթողնեք այս պատմության ամբողջ իմաստը, եթե դա այն է, ինչ մտածում եք։ Նա էլ այն խոսքի համար դժվարացած, գնաց տրտմած, որովհետև շատ ինչքի տեր էր։ Հիսուսը նրան ասաց, որ բաժանի իր ամբողջ ունեցվածքը, որովհետև գիտեր, որ չափազանց կապված էր դրան։ Նա գիտեր, որ այն ավելի մեծ նշանակություն ուներ նրա համար, քան հարկն է։ Մենք մշտապես ձեռնբաց պետք է լինենք եւ ամուր չպահենք այն, ինչ ունենք, եւ պատրաստ լինենք բաց թողնելու ցանկացած ժամանակ, երբ Աստված կխնդրի։ Մենք հաճախ խոսում ենք տասանորդի մասին, որը մեր եկամտի 10%-ն է, ու մտածում ենք, որ մեծ բան ենք անում, եթե տասանորդ ենք տալիս։ Բայց իրականում այն ամենը, ինչ ունենք, Աստծունն է, որովհետև մենք ոչինչ չէինք ունենա, եթե նախևառաջ նա չտար։ Դուք պետք է մտածեք, թե արդյոք կան բաներ, որոնք չեք կարողանա բաց թողնել, եթե Աստված խնդրի, որովհետև չափազանց շատ եք սիրում դրանք։ Նա հեռացավ տխուր, որովհետև ավելի շատ սիրում էր իր ունեցվածքը, քան ցանկանում էր հնազանդվել Աստծուն։ Եվ Հիսուսը շուրջը նայելով ասաց իր աշակերտներին, որոնք այնտեղ էին եւ ականատես էին ամբողջ իրավիճակին, ինչքան դժվար է, որ հարստություն ունեցողներն Աստծո արքայությունը մտնեն։ Այժմ դա չի նշանակում, որ հարուստ լինելը սխալ է, բայց մեծ գայթակղություն է, երբ թույլ ես տալիս, որ ֆինանսներն առավել նշանակություն ունենան քեզ համար։ Ոմանք, որ այսօր դիտում են մեր հաղորդումը, գուցե փողի խիստ կարիք ունեն եւ մտածում են, ես երբեք այդպեսին չեմ լինի։ Բայց թույլ տվեք ասել, փողը կարող է իշխել ձեզ, այն էլ շատ արագ։ Փողը բազմաթիվ նվիրյալների է հեռացրել Աստծուց։ Եթե ես ձեր փոխարեն լինեի, չէի աղոթի, որ հարուստ լինեմ, ես այսպես եմ աղոթում. Աստված, տուր ինձ այն ամենը, ինչ կարող եմ ունենալ եւ ինչը չի խանգարի ինձ, որ պահեմ քեզ իմ կյանքում առաջին տեղում։ Ես չեմ ուզում այն, ինչը կարող է հեռացնել ինձ Աստծուց, որովհետև երբ ամեն բան ասվի, արվի եւ ավարտվի, միայն կլինի Աստված, որի հետ պետք է անցկացնեմ հավիտենությունը։ Այնպես որ ես ուզում եմ համոզված լինել, որ հիմա ամեն բան ճիշտ եմ անում։ Մենք մեր ժամանակը պետք է անցկացնենք այստեղ, պատրաստվելով այն տեղի համար։ Սրանք այն խոսքերն են, որ ես մշտապես ասում եմ։ Աշակերտները զարմացած էին Հիսուսի խոսքերից։ Բայց Հիսուսը դարձյալ պատասխանեց եւ ասաց նրանց. «Որդյակներ, որքան դժվար է, որ հարստությանը հուսացողները Աստծո արքայությունը մտնեն։ Ավելի հեշտ է, որ ուխտը ասեղի ծակով անցնի, քան թե հարուստը Աստծո արքայություն մտնի»։ Երբ լսում ենք սա, ինքնաբերաբար մտածում ենք ուխտի մասին, որը փորձում է անցնել ասեղի անցքով, եւ հասկանում ենք, որ դա պարզապես անհնար է։ Բայց իրականում ասեղի անցքը դարպաս էր Երուսաղեմում։ Երուսաղեմ քաղաք տանող շատ դարպասներ կային եւ դրանցից մեկը կոչվում էր ասեղի անցք, այն դարպաս էր, բայց ավելի կարճ։ Ուխտերը գալիս էին տարատեսակ ապրանքներով բեռնավորված։ Եվ որպեսզի ուխտը անցներ ասեղի անցք կոչվող դարպասով, նրա տերը պետք է ծնկի իջեցներ նրան եւ ստիպեր սողալ դարպասի անցքով։ Դրանից ես հասկանում եմ, որ որքան շատ նյութական բաներ ենք ունենում, այնքան շատ ժամանակ պետք է անցկացնենք ծնկների վրա, աղոթելով Աստծուն, որ երբեք թույլ չտանք, որ նյութական բաներն իրենից վեր դասվեն, եւ գործածենք այն, ինչ ունենք։
Այո, վայելեք ձեր ժամանակը, վայելեք ձեր կյանքը։ Աստված ցանկանում է, որ վայելեք ձեր կյանքը, բայց նաև ուզում է, որ շատ առատաձեռն լինեք ուրիշների հանդեպ։ Մենք հաճախ մտածում ենք աղքատներին տալու մասին, եւ դա պետք է լինի առաջնահերթ մեզ համար, որովհետեւ Աստվածաշունչը խոսում է այն մասին, թե որքան կարեւոր է աղքատներին տալը։ Բայց գիտեք, պարտադիր չէ ինչ-որ մեկը աղքատ լինի, որ օրհնես նրան։ Երբեմն ես մտածում եմ, որ կան հարուստներ, որոնք ավելի շատ նվերի կարիք ունեն, քան մեկ ուրիշը, որովհետեւ ոչ ոք երբևէ չի մտածում նրանց ինչ-որ բան նվիրելու մասին։ Եվ միշտ չէ, որ մենք ինչ-որ բան ենք տալիս մեկին այն պատճառով, որ նա դրա կարիքն ունի։ Մենք դա անում ենք պարզապես նրան երջանկացնելու համար։ Մենք տալիս ենք, որպեսզի օրհնություն լինենք նրա համար։ Հիշում եմ, մի անգամ պատրաստվում էի ընտրելու մեկի հետ եւ սրտումս զգացի, որ Աստված ցանկանում է, որ հրավիրեմ մյուս ընկերուհուն գալ մեզ հետ։ Ես դիմեցի նրան, իսկ նա ասաց. «Օ, ցավում եմ, չեմ կարող, այսօր ուրիշ ծրագրեր ունեմ»։ Այն ժամանակ առաջին բանը, որ մտածեցի, սա էր, որ ես Աստծուց չէի լսել։ Ուստի խոսեցի Տիրոջ հետ այդ մասին եւ ասացի. «Ինչու այդպես ուժգին զգացի, որ պետք է հրավիրեմ նրան», իսկ նա ասաց, որ չի կարող։ Սրտումս լսեցի Աստծո պատասխանը։ Ես ասացի, որ հրավիրես նրան։ Ես չասացի, որ նա կգա։ Հրավիրված լինելը արդեն օրհնություն էր նրա համար։ Աստված այնքան իմաստուն է, այնպես չէ։ Ես չէի մտածել այդ մասին։ Բայց նրան ընդհանրապես պետք էր հրավիրել։ Նրան անհրաժեշտ էր իմանալ, որ ես ուզում էի, որ նա գար մեզ հետ, եթե կարողանար։ Այսպիսով, եւ նրանք առավել եւս զարմանում էին Հիսուսի խոսքերից հետո, իրար ասելով. «Ապա ով կարող է փրկվել»։ Հիսուսն էլ նրանց մտիկ տվեց եւ ասաց. «Մարդկանց կողմից անկարելի է, բայց ոչ Աստծո կողմից, որովհետեւ ամեն բան կարելի է Աստծո կողմից»։ Հալելույա։ Փառք Աստծուն, դու կարող ես ունենալ շատ բաներ եւ կարող ես վայելել դրանք։ Եվ կարող ես առատաձեռն լինել ուրիշների հանդեպ եւ կարող ես ժառանգել Աստծո թագավորությունը։ Դու կարող ես Աստծուն հատկացնել առաջին տեղը, բայց կա մի բան, որին քո կյանքում մշտապես պետք է ուշադրություն դարձնես եւ ինքդ քեզ հարցնես. արդյոք ես տալիս եմ այն, ինչ Աստված խնդրում է, որ տամ։ Եվ Պետրոսը նրան ասաց. «Ահա մենք ամեն բան թողեցինք եւ քո ետևից եկանք»։ Հիսուսն էլ պատասխանեց եւ ասաց. «Ճշմարիտ ասում եմ ձեզ, ոչ ոք չկա, որ թողեց տուն կամ եղբայրներ կամ քույրեր կամ հայր կամ մայր կամ կին կամ որդիներ կամ արտեր ինձ համար կամ ավետարանի համար։ Այժմ լսեք, որ հարյուրապատիկ հիմա այս ժամանակում չառնի»։ Նա չասաց, երբ գնաք երկինք, նա ասաց. «Այս ժամանակում դուք կստանաք հարյուրապատիկ»։ Եթե դուք տվել եք այն ամենը, ինչ ես ասում եմ, որ տաք, դուք կստանաք այս ժամանակում շատ ավելի, քան տվել եք։ Գիտեք, Աստծո տնտեսությունն այլ ձևով է գործում։ Նրա մաթեմատիկան տարբերվում է մեր մաթեմատիկայից։ Մենք մտածում ենք, եթե ուզում ես ավելին, պետք է վերցնես ինչ-որ չափ մեկ ուրիշից, պետք է տնտեսես այն ամենը, ինչ ունես։ Բայց աստվածաշնչյան տնտեսության մեջ այսպես է, եթե ուզում ես ավելին, քո ունեցածից ինչ-որ չափ պետք է տաս։ Դու պետք է ինչ-որ չափ վերցնես քո ունեցածից եւ ցանես որպես սերմ, այնուհետեւ բերք կունենաս քո կյանքում։ Այսպիսով, երբ Հիսուսն այս երիտասարդին ասաց. «Քեզ մեկ բան է պակասում», գիտեր, որ նրա ունեցվածքը մեծ նշանակություն ուներ նրա համար։ Ուստի ասաց. «Գնա, ինչ որ ունես, ծախիր եւ աղքատներին տուր»։ Ինչ կլիներ, եթե երիտասարդը հնազանդվեր Աստծուն։ Խոսքեր չկան այն մասին, թե ինչպիսի օրհնություններ նա կունենար կյանքում։ Վերջին հաշվով նա կունենար ավելին, քան տվել էր։ Նա չհնազանդվեց Աստծուն, որովհետև չափից շատ էր սիրում իր ունեցվածքը։ Եվ Աստվածաշունչը չի ասում, թե ինչ եղավ հետո, բայց ինձ չի զարմացնի, եթե նա վերջում ոչինչ չունենա։ Հնարավոր է, որ նա կորցներ ամենը վատ նախաձեռնության պատճառով կամ գուցե ինչ-որ բան պատահեր, որը կզրկեր նրան ամբողջ ունեցվածքից, կամ էլ հնարավոր է, որ նա վատներ այդ ամենը։ Աստծուն հնազանդվելը ամենախելացի բանն է, որ կարող ես անել կյանքում։ Երբեք մի կառչիր նյութականից միայն այն պատճառով, որ կարծում ես, որ չես կարող բաժանվել դրանից։ Դա ընդամենը նյութական է, հավատա ինձ, դա ընդամենը իր է։ Աստվածաշունչը Հովհաննեսի առաջին թղթում ասում է, որ մենք չպետք է սիրենք աշխարհը, ոչ էլ այն ամենը, ինչ աշխարհում է։ Դու կարող ես վայելել դրանք, բայց չես կարող սիրահարված լինել դրանց։ Եթե լինեի քո փոխարեն, զգույշ կլինեի այն բաների նկատմամբ, որ ունեմ եւ ասում եմ. «Օ, ինձ դուր է գալիս դա, ես սիրում եմ դա, ես սիրում եմ դա»։ Ես կառաջարկեի պարզապես ասել. «Գոհանում եմ Աստծուց դրա համար, ես վայելում եմ դա, բայց գիտեմ, որ դա նվեր է Աստծուց»։ Սերը թանկ է արժենում, բայց վարձքը մեծ է։ Ֆիլիպեցիների 2:4-10
Թող ձեզնից յուրաքանչյուրը գնահատի, ուշադրություն դարձնի ոչ միայն իր շահերին եւ հոգ տանի ոչ միայն իր շահերի համար, այլև մյուսների։ Մի եղեք եսասեր եւ եսակենտրոն եւ մի մտածեք միայն ձեր կարիքների եւ ցանկությունների մասին, այլ նպատակաուղղված, ինչպես երեք ասացի։ Եթե չեք դիտել երեկվա հաղորդումը, ես ասացի, որ մենք պետք է նպատակ դնենք ծառայելու եւ տալու ուրիշներին։ Ամեն առավոտ մի քանի րոպե հատկացրեք եւ հարցրեք Աստծուց. Ինչ կարող եմ այսօր անել մեկ ուրիշի համար։ Իմ ծանոթներից ով քաջալերանքի կարիք ունի։ Արդյոք հաղորդագրություն պետք է ուղարկեմ ինչ-որ մեկին, որը քաջալերանքի աջակցության կարիք ունի։ Անցյալ շաբաթ ես ծաղիկներ ուղարկեցի մեկին։ Նա վերջերս կորցրել էր իր մորը։ Մայրը մահացել էր, եւ աղջիկը, որին ուղարկեցի ծաղիկները, ասաց. Այսօր շատ դժվար օր էր ինձ համար, եւ ձեր ուղարկած ծաղիկներն իսկապես ուրախացրին ինձ։ Դա ինձնից քիչ գումար պահանջեց, բայց նրան ուրախություն պատճառեց, ինչը նույնպես ուրախացրեց ինձ։ Աստվածաշունչն ասում է ավելի երանելի է տալը, քան ստանալը։ Երբ տալիս ենք, ուրախություն ենք ստանում։ Երբ ստանում ենք, միայն ինչ-որ բան ենք ձեռք բերում։ Երբեք մի մտածեք, որ նյութական բաներն ավելի կարևոր են, քան ուրախությունը։ Ես ճանաչում եմ բազմաթիվ դժբախտ, բայց հարուստ մարդկանց, ուստի ինչ օգուտ է նրանց տալիս իրենց փողը, եթե նրանք թշվառ են։ Թող այս նույն վերաբերմունքը, նպատակը եւ խոնարհ միտքը լինի ձեր մեջ, որ Քրիստոս Հիսուսում էր, թող նա լինի խոնարհության ձեր օրինակը։ Այո, դա մի օրինակ է, որին անկասկած դժվար կլինի հետևել։ Այժմ լսեք։ Որ Աստծո հետ մեկ լինելով եւ նրա կերպարանքում ունենալով այն հատկանիշների ամբողջությունը, որ Աստծուն Աստված է դարձնում, անշուշտ Հիսուսն Աստված էր, Աստվածաշունչն ասում է Աստված էր Քրիստոսում, որ աշխարհը հաշտեցրեց իր հետ։ Մենք ունենք Հայր Աստծուն, Որդի Աստծուն եւ Սուրբ Հոգի Աստծուն, մեկ Աստված, որ դրսևորվում է երեք անձով, երրորդություն։ Մաթեմատիկորեն անհնար է դա հասկանալը, բայց եւ այնպես ճշմարտություն է։ Նա չէր կարծում, որ այս հավասարությունն Աստծո հետ պետք էր անձկորեն պահել ու պահպանել։ Նա հավասար էր Աստծո հետ, բայց դա մի բան չէր, որից պետք էր կառչել, այլ իր անձն ունայնացրեց, իրեն զրկելով բոլոր արտոնություններից եւ արդարացի արժանապատվությունից եւ ծառայի ստրուկի կերպարանք առնելով նմանվեց մարդկանց եւ ծնվեց որպես մարդ արարած։ Ինչ հիասքանչ է։ Եվ մարդու կերպարանքով հայտնվելուց հետո իրեն նվաստացրեց եւ խոնարհեցրեց եւ հնազանդ եղավ մինչեւ մահ, այն էլ խաչի մահ։ Այն ինչ նա արեց մեզ համար, այնքան զարմանալի է, եւ Աստվածաշունչը պարզապես չի ասում, որ նա հանեց մեր մեղքերը խաչին, այլ ասում է, որ նա մեղք դարձավ։ Կարող եք պատկերացնել, որ նա այդքան սուրբ, կատարյալ եւ արդար լինելով դարձավ մեղք մեզ համար, որպեսզի մենք դառնանք Աստծո արդարությունը նրանում։ Քանի որ նա խոնարհեցրեց իրեն եւ նվաստացավ, դառնալով ծառա, Աստված շատ բարձրացրեց նրան։ Քանի որ նա այդքան ցածրացավ եւ նրան մի անուն շնորհեց, որ ամեն անունից ավելի բարձր է, որ Հիսուսի անունով կրնկվի ամեն ծունկ երկնավորների եւ երկրավորների եւ երկրի տակ լինողների։ Սա այն է, ինչ մենք ուզում ենք տեսնել։ Ինչ կլինի, եթե խոնարհվենք եւ ցածրացնենք մեր անձերը, դառնալով ծառաներ ուրիշների համար եւ անելով այն ամենը, ինչ կարող ենք նրանց երջանկացնելու համար։ Ինչ ես դու անում մեկ ուրիշին երջանկացնելու համար։ Թե բարկացած ես, որովհետև քո կյանքում մարդիկ քեզ չեն երջանկացնում։ Հիշում եմ, որ մշտապես բարկացած էի Դեյվի վրա, որովհետև նա ինձ չէր երջանկացնում։ Այն ինչ նա անում էր, ինձ չէր երջանկացնում։ Շաբաթ նա գնում էր գոլֆ խաղալու, ինչը նրան երջանկացնում էր, բայց ինձ ոչ։ Կիրակի նա ֆուտբոլ էր դիտում եւ դա երջանկացնում էր նրան, բայց ինձ ոչ։ Իսկ ես ինչու ինձ չես երջանկացնում։ Վերջապես Աստված ասաց ինձ. Ջոյս, դադարիր քո ուրախության համար Դեյվին պատասխանատու դարձնելուց։
Այ քեզ բան։ Դա այն էր, ինչ Հիսուսն ասաց ինձ, որովհետև սիրում էր ինձ։ Ես պետք է հասկանայի դա, որովհետև Դեյվին պատասխանատու էի դարձնում մի բանի համար, ինչը նա չէր կարող անել։ Նա չէր կարող ինձ մշտապես երջանիկ պահել։ Հիշում եմ, որ մեր ամուսնությունից ընդամենը մի քանի տարի անց Դեյվն ասաց. «Ես փորձել եմ ամեն բան քեզ երջանիկ պահելու համար, բայց դու չես ուզում երջանիկ լինել, այնպես որ ես ավարտում եմ փորձերս»։ Գիտեք, այդպիսի մարդիկ շատ են, նրանք արդեն որոշել են, որ երջանիկ չեն լինելու եւ ինչ էլ անեք, նրանք երջանիկ չեն լինելու։ Նա ինձ ասաց. «Ես պատրաստվում եմ վայելել իմ կյանքը եւ հուսով եմ, որ մի օր դու երջանիկ կլինես, բայց եթե չլինես, միևնույն է, ես շարունակելու եմ վայելել կյանքս եւ դա իրականում այն է, ինչ բոլորս պետք է անենք։ Մի կարճեք ինչ-որ մեկի վարքից այնպես, որ եթե նա երջանիկ չէ, ապա դուք էլ չեք կարող երջանիկ լինել։ Դարձեք մարդկանց ծառա եւ երբ խոնարհվեք Աստծո հզոր ձեռքի տակ, նա կբարձրացնի եւ կզորացնի ձեզ։ Ինչ էլ տակ այս կյանքում, Աստված բազմապատիկ կվարձատրի ձեզ։ Հիսուսը մեր օրինակն է եւ մենք պետք է հետևենք նրան։ Պողոս առաքյալը միշտ վկայակոչում էր իրեն որպես Տեր Հիսուս Քրիստոսի ծառա։ Այնուհետև ասում էր, որ առաքյալ է, բայց դրանով չէր սկսում։ Նա ասում էր. «Ես, Պողոսս, Տեր Հիսուս Քրիստոսի ծառան, կանչված առաքյալ եւ առանձնացված Աստծո համար»։ Նա չկանչեց իրեն լինելու առաքյալ, նա կանչվեց Աստծուց լինելու առաքյալ։ Նա հստակ ցույց տվեց, որ Աստված էր իրեն կանչել եւ զորացրել անելու այն ամենը, ինչ անում էր, եւ որ ինքը միայն Տեր Հիսուս Քրիստոսի ծառան է։ Գիտեք, եկեղեցու ծառայողները պետք է լինեն ծառաներ։ Նրանք պետք է ծառայեն այն ժողովրդին, որին Աստված հանձնել է նրանց խնամքին։ Առաջին Կորինթացիների 9:19 եւ 20։ Թեև ես ազատ եմ եւ ոչ ոքի չեմ պատկանում, ասում է Պողոսը, իմ անձը բոլորի ծառա դարձրի, որ հնարավորինս շատ մարդկանց շահեմ։ Հետաքրքիր է, ինչ կկատարվեր, եթե սկսեինք տեսնել մեզ որպես ծառաների, փոխանակ մտածելու, թե այնքան կարևոր ենք, որ յուրաքանչյուրը պետք է սպասարկի մեզ, ծառայի մեզ եւ ինչ-որ բան անի մեզ համար։ Չգիտեմ դուք ինչպես, բայց ես ճանապարհ ունեմ անցնելու։ Ես դեռ պետք է աճեմ այս բնագավառում եւ միգուցե ձեզնից ոմանք նույնպես։ Պողոսն ասաց. «Հրեաներին հրեայի պես եղա, որ հրեաներին շահեմ։ Օրենքի տակ լինողներին օրենքի տակ լինողի պես եղա, որ օրենքի տակ լինողներին շահեմ»։ Ինձ դուր է գալիս դա, որովհետև Պողոսն ասաց, որ հարմարվեց եւ իրեն հարմարեցրեց իր շուրջը լինողներին։ Ես մտածում եմ այս մասին։ Գիտեք, ես շաղակրատ եմ։ Սիրում եմ խոսել, բայց ենթադրենք մեկի կողքին եմ, ով ավելի շաղակրատ է, քան ես։ Ես սովորել եմ, որ Աստծուն ծառայելու միջոցներից մեկն այն է, երբ թույլ եմ տալիս, որ մարդը խոսի։ Ես կարող եմ նպատակաուղղված լռել եւ թույլ տալ, որ նա խոսի։ Գիտեք, դուք պետք է որոշում կայացնեք հարմարվելու եւ ձեզ հարմարեցնելու ձեզ շրջապատողներին։ Հռոմեացիների 12-րդ գլխում Աստվածաշունչը խոսում է խաղաղության կարևորության մասին եւ ասում, որ մենք պետք է հարմարվենք եւ մեզ հարմարեցնենք այլ մարդկանց։ Ասեմ ձեզ, ես ամենևին պատրաստ չէի անելու դա Աստծո հետ իմ ընթացքի սկզբում։ Ես ուզում էի, որ բոլորը հարմարվեին ինձ։ Բայց դա այն միջոցներից մեկն է, որով կարող ենք ծառայել ուրիշներին։ Որտեղ կցանկանայիր ընտրել։ Գուցե դա այնտեղ չէ, որտեղ ես կցանկանամ գնալ, բայց ես կարող եմ հարմարվել եւ գնալ այնտեղ հանուն քեզ։ Եվ դա մեծ զոհողություն է ինձ համար, որովհետեւ այն, ինչ ես ուտում եմ, կարևոր է։ Ես շատ չեմ ուտում, բայց ուզում եմ, որ ինձ դուր գա այն, ինչ ուտում եմ։ Եվ ես խստապահանջ եմ կերակուրի հարցում։ Ուստի ինձ համար իսկապես մեծ զոհողություն է գնալ մի ռեստորան, որն ինձ այնքան էլ դուր չի գալիս։ Մենք տարբեր զոհողություններ ենք անում, որոնք կարող են անհեթեթ կամ խենթ թվալ, բայց ձեր կյանքում հավանաբար արել եք զոհողություն, որը նույնքան խենթ է թվացել։ Եկեք սովորենք խոնարեցնել մեր անձերը Աստծո հզոր ձեռքի տակ եւ դառնանք ծառաներ բոլորին, անելով այն, ինչը լավագույնն է նրանց եւ ոչ թե մեզ համար։ Հուսով ենք, որ վայելեցիք այսօրվա հաղորդումը։
Խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ կամ այցելել joycemeyer.org կայք ձեր աղոթքի խնդրանքները փոխանցելու կամ մեզ հետ համագործակցելու համար։ Այս հաղորդաշարը հովանավորվում է Joyce Meyer-ի ծառայության ընկերների եւ գործընկերների կողմից։